Քանի ամիս առաջ այդ թութու լավան իր շրջապատով այդ աղանդավորական կուչկայի մեջ իրանք ընտանյոք գնացել էին։ Էսա կտրելու էլի ծիրա մոտ։ Հետո կտրի, նորմալ աղանդավորական խմբով ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, որ իր աղջիկը անդադար շփումների մեջ այդ աղանդավորներին, իսկ կարող եմ ասել վերնատուն աղանդ, աղոթքի տուն աղանդ կամ մի հատ։ Այդ են, հա իրանք։ Այդ աղանդավորական, հա։ Եվ կյանքի խոսք չէ երևի։ Կյանքի խոսքը մասամբ, կյանքի խոսքս հիմա իդեպ նկատում եմ, որ սկսել է իրանցից դիստանցավորվել։ Հետաքրքիր բան եմ նկատել վերջերս։ Մի ընթացք այն Գոր Մեխակյան աղանդավոր կար մի հատ կապ։ Ինքը կոնկրետ դարձել էր Նիկոլի քարոզների հոգևոր պարամետրերով իր հոտին փոխանցողը։ Օրինակ Նիկոլը ասում էր մենք պետք ինձ որ թուրք եք ասում, ես չեմ վիրավորվում։ Հաջորդ շաբաթ այդ կյանքի խոսքի քարոզիչն ասում է տեսիլք եմ տեսել։ Մի թուրք ինչ որ վատ բան էր եղել, հա։ Եկավ անպիտակից։ Հա, ասում է, ես չոքած աղոթում էի, ասում մեկի տենա մսկիթ հա կողքս, բայց ասում նենց մի հատ արհավիրք էր, որ ես էլ չէի նայում, մսկիթ հա, մսկիթ չի, կողքս մի հատ մահմեդական ասում է, չոքած աղոթում էր։ Ու ասում է այնքան վատ էր ամեն իրավիճակը, որ մենք էլ չենք նայում։ Աղոթք էինք անում, ասում են ինձ էլ, այսինքն տեսեք ինքը ոնց է լավ քարոզա, բայց ասիմիլյացիա է անում, էլի տեսիլք հա տեսել։ Իդեպ տեսանյութը ունեմ, եթե կուզեք։ Հետաքրքիր է, ինձ կցույց տաս։ Ինքը կոնկրետ իր համայնքին թարգմանում էր Նիկոլի ամբիոնից ասածը։ Կոնվերտացիա էր անում հոգևոր խոսքի։ Հիմա ոնց որ թե դադարել են ու կյանքի խոսքը մի քիչ փորձում է իրենցից նույնիսկ կյանքի խոսքը փորձում է իրանցից դիստանցավորվի, էլի։ Դեզադից դաշը կյանքի խոսքն է յալտալի։ ԿՊ-ն այնպիսի աղանդա, որ նույնիսկ կյանքի խոսքի նման աներևակայելի խարիզմատիկ ու տենց ինչ որ տոտալիտար ու շատ զարմանահրաշ աղանդը դիստանցավորվում է ԿՊ-ից, այսինքն համարում է, որ դու too much ես։ Ռուկապաժատնի չի իր համար, այսինքն որոշակ չէ, ռուկապաժատնի են, օրինակ կյանքի խոսքի հովիվը տենց կռացավ ԱՄՆ-ում, բայց չեն ուզում ծառայել այդ բայց փորձում են շատ արդեն չընկնեն, որովհետև իրենք էլ են հասկանում, որ վաղը մյուս օր իրենք խնդիր են ունենալու այս իշխանությունների հետ, այսքան